Հավաքական ընդդիմությունը արդյոք շանս ունի այս ընտրություններում իշխանությանը հաղթել։ Միանշանակ ուրիշ։ Ինչպես եք պատկերացնում, ինչքան ձայներով, որ Ես այդպիսի բան ես չեմ կարող ասել ինչքան ձայն, բայց որ անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն։ Մնացածը կնայենք, ովքեր որ ամենաշատ ձայն հավաքեց, նայել իր վարչապետ տեկած եթե չանցնի ԲՀԿ-ն դիպուկ խորհրդարան, ինչ եք անելու։ Լավ, ոնց է քո անունը։ Ես ուղղակի հարցնում եմ Բայց ուղղակի ես խնդրում եմ ձեզ, ձեր ցավը տանեմ։ Մենք բոլորս այս երկրում ներողություն, ձեր անունը ոնց է։ Մանյա ջան, մենք բոլորս այս երկրում ապրում ենք։ Կա 90 կուսակցություն, 19 մասնակցություն։ Եթե ցանկացած մարդ իր ուզածը պետք է իր երկրում լավ լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, խաղաղություն լինի, զարգացում լինի։ Մարդը կարող է իր կյանքից բավականություն ստանալ։ Կուսակցական պատկանելիությունը կապ չունի։ Ծառուկյանը եթե այդ գործի մեջ խառնվել է նորից ոչ թե ինչ որ դրա կարիքը ես ունեցել եմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման, ոչ էլ գումարի, այլ սիրտս ցավում է, տեսնելով որ այդ իմ ազգը այդ ծանր վիճակում, որ ստի ձևական, սուտ խոսալով, ասելով, քամի անելով, ախ չի կարելի երկիրը, հնարավոր է զարգացնել, ծաղկացնել, լավ փոփոխություններ լինի, որ մարդիկ լավ ապրեն, մարդիկ այսօր թե առողջապահության, թե սնվելու խնդիրը, միջազգային վերլուծաբան ներկայացնում են 18% մարդիկ սնվելու կարիք ունեն։ Պրոստը այսօր ձեր ցավը տանեմ, դա ձեր գործն է, ասում եք, բայց իմ ուզած ես ասենք թե նայելով որ այսօր խնդիրներ է սարքում Ծառուկյանի գլխին 25 տարի գործանարել են, որ խոսես կխլենք, խոսես այս տունը կառնենք, ես իմ քեզ կդատապարտենք, Ծառուկյանը ինչ ասի, ես պատրաստ եմ, ես իմ ասենք թե ամեն ինչ իմ հայրենիքի չեմ փող, այդ բոլոր հիմա իմ ժողովրդին բոլոր տեղերն արդես, իմ ուզածը մեկն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի, ու դա ոչ թե միայն տակ-տակ խոսում եմ, ամբողջ կյանքս արել եմ, ստեղծել եմ, կառուցել եմ, զարգացել եմ, աշխատատեղեր եմ բացել, եկեղեցիներ եմ կառուցել, բարեգործություն եմ արել, ոլորտ չկա որ առաջ չնեմ։ Այսօր ինչքան գումար ասենք թե նայելով Ծառուկյանի վրա 250 միլիոն Ծառուկյանի վրա, Ծառուկյանը 500 միլիոն Օլիմպիական կոմիտեի վրա փող է դրել։ Օլիմպիավան եմ կառուցել, որ աշխարհում չկա, 300 միլիոն դրել եմ իմ ազգի պատիվը բարձր պահելու համար։ Տարեկան ինչքան նվերներ, ինչքան թոշակներ ինչեր անում եմ, իրանք դել են որ եթե մարդը կարա 500 միլիոն սպորտի վրա ծախսի, 0-ից կայացնի, հիմա Ծառուկյանը այսօր պետք է ապօրինի հարստացում։ Իմ այդ տարածքը ժողովրդին հարցեք Ծառուկյանը ինչից է սկսել, որ ամբողջը գիտեն, աշխատե, ստեղծե, կառուցե, փայաբաժին էլ հանելա։ Մարդիկ պետք է վերադառնան իրական կյանք, դադարք խոսալով, սուտ ասելով, դա չի կարա երկար տիվ, արդեն տարակել է, չի կարա։ Սուտ ասել։ Ձեզ ինչի վերջին շրջանում հատկապես քարոզարշավի, հատկապես դուք հայտնվեցիք իշխանությունների քննադատության թիրախում։ Եթե նայել եք բանավեճում Փաշինյանի հարցը նաև ձեզ էր ուղղված, եթե Ուրեմն եթե ես դրանը ոնց էր։ Ռոբերտ ջան, եթե ես այնտեղ էի, տեղին ամեն ինչը կպատասխանեի։ Ես ասենք դու տեսակ, որ հավաքն է, իմ ասենք թե մեծ հավաքն է, որ ես պետք է իմ ժողովրդի հետ լինեի։ Այսինքն այսօր նայելով որ հիմնական ինչ են մարդիկ ներթանան, որ ցավոտ տեղերի խփում ես, որ լիարժեք ես ասենք թե կետ ասել եմ, ինչ խնդիր կա այսօր։ Բայց ես պատասխանում եմ, ինչ հարց ասեք։ Բանավեճի ընթացքում հնչած հարցին, որ ուղղված էր ձեզ։ Ինչ էր ուղղված։ Չեք նայել բանավեճը։ Չէ, չեմ էլ նայել, այո, բայց ասեցի ես այնտեղ մարդիկ էլ ասեն, եթե Ծառուկյանը այնտեղ չի, հարցը ինչի համար եք տալիս, ինչ ես ուզում դրանով ասես։ Ուրիշ հարցեր ունեք։ Այո, պարոն Կարծում եք թեթև կանցնի։ Ասեք։ Ճնշումներ եղան անգամ քարոզարշավի օրերին, ինչ եք կարծում։ Ուրեմն դա մտավախություն է, որ այսօր տարբեր հարցով մարդիկ կան ստանելով, անհանգստացնելով, այսօր էլ ասենք թե մի 50 հոգի մեր մարդկանցից տարել են։ Անտեղի տեղ ինչ որ տանելով որ մարդիկ չզբաղվեն, բայց դրան էլ հարցի լուծում չի։ Ժողովուրդը օգնել է, ժողովուրդը ուզում է փոփոխություն, սուտ ասելը դա ապագա չի, ինչ կարթեն Ճնշումները արդյունքի վրա չի ազդի ընտրության։ Ինչքան էլ որ ազդի, ինչքան էլ անեն, մեկը պարտված է։ Անհնար է, որ դա կարգավոր է։ Այնքան խասեց խաղաղություն, մինչև վերջը բերեց Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ, դա արդեն նշանակում է, եթե տնտեսություն չկա, պետություն չկա, ժողովուրդը աղքատանալու է, ասենք սննկանալու են, կորցնելու են, եղած-չեղածը կորցնել։ Եվրոպա մենք ուղարկել ենք մի մեքենա, 1000 հատ ավտո Ռուսաստան է գնում, մի մեքենա երկի հարց կարգավորում է ժողովուրդ ջան։
Բայց ինչու եք վստահ որ Փաշինյանը պարտվելու են ասում է 65% շեմն ենք հաղթահարելու։ Եթե ասելու է թողա 95, ինչի մասնա։ Բայց դուք չես գում տարբերությունը ասենք 20 թվականի, 18 թվականի ու մինչև հիմա, չեք զգում։ Ասում եք մարդկանց հիասթափությունը մեծացել է, Անգամ Քարոզարշավի օրերին ինչ եք կարծում, եթե ԿՊ-ն պարտվի, կհամակերպվի, թե երի կշարունակվեն ինչ-որ։ Ով ինչ ուզում անի, ամենակարևոր ես մի բան գիտեմ, Աստված պետք է կամանա, Աստծո կամոք, որ արժանի է իմ ազգի իմ ժողովուրդը, դա է լինելու է։ Աստծուց առաջ ոչ մեկ չի կարողանի։ Դա որոշած Աստծո կամոք, ինչ պետք է լինի եւ ոնց է լինելու։ Ես նոր եմ ասում, մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, Աստված մեզնից երես չի թեքելու եւ իմ ժողովրդի առաջ լույսա բացվելու, լավ փոփոխություն լինելու, որ մարդիկ էլ կարողանան փող աշխատեն, իրենց տունը պահեն, բիզնես հիմնեն, փոքր ու միջին բիզնես, միայն ու միայն ինչքան մենք շուտ կարողանանք Քրիստոսի արձանը բացեմ, իմացեք որ տարեկան 50-ից 100 միլիարդ փող է գալու, բոլորն էլ հարստանալու են, բոլորն էլ լավ են ապրելու, туриզմը զարգանալու է, ամեն մեկ աշխատանք ունենալու, ներդրում լինելու եւ մեր երկիրը ծաղկելու է։ Հիմնավորած ես նոր եմ ասում, այսօր արդեն ամբողջ աշխարհը սպասում է գա։ Խնդրեմ գնացեք, բարձրացեք, այսօր որով բարձրանում են։ Ես ասեմ կինոֆեստիվալին ուղարկել էի, որ ներկայացնեն առաջի էջի վրա, որ ամբողջ աշխարհը ընդեղ էր, որ փոքրիկ պետություն մեծ ամբիցիաներով։ Մենք չափից մեծ ենք բռնցրել, որ կարողանանք մեր ժողովրդին ճանաչում տանք, մեր երկրին զարգացում տանք, որ օվկիանոսից օվկիանոս իմ երկրի մասին խոսեն, իմ ժողովրդի մասին խոսեն։ Այսքան շնորհակալ եմ։ Ձեր որդու գործողումը երբ է ավարտվելու։ Փաշինյանն ասում է հայ-ռուսական հարաբերություններին այսօր փաշիններ ստեղծում են ընդդիմադիր ուժերը, սա ինչպես դուք։ Այսինքն ներողություն Ընդդիմադիրները առավոտ երեկո ասում են, որ հարկավոր է այսօր մտածել, որտեղ Ռուսաստանը խոսում է, ասում է, հայրը մեր բարեկամներն են, մեր եղբայրներն են, հիմնական հարցը նայեք, եթե դուք շեղում եք մեզնից, ուրեմն մենք թույլ չենք տա, որ բարեկամական օգտվեք, եթե ձեզ ավելի լավ բան առաջարկում է Եվրոպան, խնդիր չկա, գնացեք, բայց մենք արդեն նայելով, որ դու մեր հետ խաղում եք, եթե տենց է, ուրեմն մենք ձեր հետ վերաբերվելու ենք, ոնց որ եվրոպական պետություն, եթե գնում եք Եվրոպա, այդքան մի բան, մարդը սպասում է, եթե գազը այսօր 170-ն է, սարքելու է 600 եվրո, տնտեսությունն էլ է կանգնելու, ժողովուրդն չի օգտագործելու։ Ասենք թե այդքան եթե ամսական 160 միլիոն դոլար Հայաստան փողեր գալի տրանսֆեր, դա չի գալու։ Եթե տարեկան 3 միլիարդ, որ ասենք թե ապրանքի արտահանումից դա չիրներ, խաղեր, չգիտեմ, գիլասեր, կոնյակեր, ինչ որ ասենք ձուկեր, ուղարկում են, հիմա դա էլ չի գալու։ Դե կարան կապրեն, թող ապրեն, կարա դա տակից դուրս կա թող դուրս։ Երբ ավարտվեն ժամանակ կգա, շնորհակալ։ Նայել, հենց այդ է ուզում, ցաղուկյան ճախոտ։ Մեր լուզմավորի չբերեն, աշխարհը քանդը։ Որ ես քուցով տանեմ։ Այս մարդին ոչինչ ավ։ Շատ հերար է, 100 տարի ոտի վրա ապրես, բալեքը ապրես։ Մնացի տակ չմնես։ Հա, ես քուցով տանեմ։ Ապրես։ Շնորհակալություն, ստեցուն դες։